Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Այսօր եթերս քարտեզի վրա պահելով եմ ուզում անեմ ու ինչ որ կասեմ, դա բնական է վերաբերվելու է տեսիլքին, դրա համար էլ հենց տեսիլքի քարտեզի վրա եմ եթերը անում։ Գիտեք, շատ կարևոր է այն, ինչ որ Աստված ասում է ու ուզում է իրականացնի իր ձեռքով։ Շատ կարևոր է նաև ժամերն ու ժամանակները, որ Աստծո վերահսկողության մեջ են, ու Աստված իր որոշված ժամանակին է ամեն բան անում, իր որոշված ճանապարհով, իր որոշված ձևով։ Գիտեք, այս քարտեզով Հայաստանը Աստծո կատարյալ կամքն է, որը մինին արարածն ու ազգանազն է։ Բայց շատ կարևոր մի բան կա, որ հարցը մենակ տարածքի մեջ չի։ Օրինակ, սենց ասեմ, դուք պատկերացրեք, մի պահ պատկերացրեք առավոտյան արթնանում եք ու լսում եք նորություններով, որ Թուրքիան, Ադրբեջանը, Պարսկաստանը, Վրաստանը, այս տարածքները, որ հիմա որոշակի հատվածներ կա, ասենք, այս տարածքը գիտեք, Թուրքիայի բանում է, այս մյուս հատվածը Պարսկաստանի, այս մյուս հատվածը Ադրբեջանի, ստե մի փոքր հատված էլ Վրաստանի։ Ու հիմա նորություններով լսում ենք, որ այս բոլոր երկրերը վերադարձրել են Հայաստանի տարածքները ու այս սահմաններով Հայաստանը ունենք այսօրվանից։ Ինչպիսին է լինելու կոնկրետ իմ ռեակցիան։ Առաջին բանը, որ իմ մտքին կգա, կասեմ փառք քեզ Հիսուս ջան, շնորհակալություն, որ դու քո խոստմունքը իրականացրեցիր ու ոնց խոստացել էր, այս սահմաններով Հայաստանը հիմա մենք ունենք։ Բայց հաջորդ պահին, երբ որ ես մի քիչ մտածեմ, գիտեք, ես կզգամ ու կհասկանամ, որ այս սահմաններով Հայաստանը այս պահին Հայաստանի օրհնությունը չի, ճիշտ հակառակը Հայաստանի կործանումն է։ Ինչու՞մն է հարցը։ Հարցը նրանում է, որ այս հատվածը, ոնց տեսնում եք, Թուրքիայի, այսօրվա Թուրքիայի ու արևմտյան Հայաստանի հատվածը, ամբողջությամբ բնակվեցված է մուսուլմաններով։ Այս հատվածում մոտավորապես կա երևի 20-25 միլիոն մուսուլման տարբեր ազգությունների։ Այս հատվածը, որը Իրանինն է, ստեղ հստակ չեմ կարող ասեմ, բայց երևի թե մի 15 միլիոն էլ ստեղ լինի, որովհետև մենակ այս ներքևի հատվածը, որ ադրբեջանցիները իրանցն են համարում, որ համարում են հարավային Ադրբեջան, լսել եմ, որ ստեղ ասում են 10 միլիոնի չափ մոտավոր ադրբեջանցի է ապրում, այսինքն մյուս ազգություններն են իր այդ երևի մի 15, մոտավոր եմ ասում։ Ադրբեջանի այս հատվածը ենթադրում եմ, որ ապրում է մոտ մի 4, երևի 4 միլիոն մոտավոր, ու ընդհանուր իրար հետ կազմած ստացվում է մոտավորապես մի 39-40 միլիոն։ Այս Վրաստանի հատվածում չգիտեմ ինչքան են ապրում մուսուլմաններ, ենթադրենք դա 40 միլիոն է։ Հիմա տեսեք, այս ամբողջ մինի Արարատի ազգանազի թագավորությունը, որը Աստծո կամքով Հայաստանն է, ու տրվում է այսօր մեզ, ստացվում է, որ այս Հայաստանում ապրում են 40 միլիոն մուսուլման, ու ընդամենը Հայաստանի տարածքում այսօրվա որ կա 3 միլիոն քրիստոնյա, հայ և այլ ազգիներ միասին վերցրած 3 միլիոն քրիստոնյա։ Ու հիմա տեսեք Հայաստան, որը ունի 40 միլիոն բնակչություն, այդ Հայաստանը ինչ ապագա ունի։ Շատ հանգիստ կարելի է մտածել, որ այդ 40 միլիոնը հանգիստ ներգրաված լինելով Հայաստանի մեջ, համարելով իրեն Հայաստանի քաղաքացի, ունենալով բոլոր իրավունքները, որ այսօր ունի Հայաստանի քաղաքացին, շատ հանգիստ իշխանության կբերի իր մուսուլման առաջնորդին ու երկիրը ամբողջությամբ կդառնա մուսուլմանական։
Այսինքն այս Հայաստան, այս սահմաններով Հայաստանը այսօր եթե նվեր տրվի մեզ, դա մեր օրհնությունը չի ընդհանրապես, ճիշտ հակառակը, դա մեր կործանումն է, Հայաստանի իսլամացումն է վայրկյանական, որ դեպքում է, որ այս Հայաստանը կարա դառնա Հայաստանի օրհնությունը։ Համար առաջին, եթե Հայաստանում այս պահին, այսօրվա դրությամբ լինեն այն ձևի օրենքներ քրիստոնեական, որոնք պարտադրող դիրքորոշում կբերեն, պարտադրելու մյուսներին Հայաստանի տարածքում քրիստոնեությունից բացի այլ կրոնների մասին չխոսելու, այլ ուսմունքներ չտարածելու։ Իհարկե Հայաստանում նման օրենք չկա, բայց դա միակ տարբերակն է, որ եթե Հայաստանում այլ կրոն է քարոզվում, դա արգելվի։ Այդ դեպքում նշանակում է այդ 40 միլիոն մուսուլմանը տարածվելու հնարավորություն, այսինքն ոչ թե տարածվելու, այլ իրանց ուսմունքը պարտադրելու հնարավորությունից զրկվում են։ Իրականության մեջ որ նայենք, հնարավոր չի իրականում Հայաստանում նման օրենք ունենալ ու նման ձևով օրենքով արգելել այլ կրոնների տարածմանը։ Նշանակում է փաստացի այս սահմաններով Հայաստանը այսօրվա դրությամբ, որ տրվի նվեր մեզ, դա ոչ թե կլինի մեր օրհնությունը, այլ կլինի մեր կործանումը։ Ուստեղ հարց է առաջանում, այդ դեպքում ինչ է Աստված ուզում, ինչի համար է ուզում այս սահմաններով Հայաստան, ու այդ դեպքում ոնց պետք է սրան հասնենք, որ դա չդառնա մեր կործանումը։ Համար առաջին, տեսեք Աստված կոչ է անում ազգերին զինելու, պատրաստելու Մինին, Արարատն ու Ասքանազը, որը այս սահմաններով Հայաստանն է։ Ու հարցը առաջին հերթին գնում է հոգևոր պատրաստության մասին, որպեսզի այս բոլոր հատվածներում, բոլոր տարածքներում կատարվի հոգևոր աշխատանք, արձակվեն երկրի ծայրերից մարգարեները, որոնք կգան կսկսեն իրականացնել մարգարեական աղոթներ, բարեխոսություններ, կհակառակվեն սատանայի ծրագրերին, քանդելով ամեն կուռքերի ուժն ու ազդեցությունը, հռչակելով Հիսուս Քրիստոսի արքայությունը, ինչը որ տեղի ունեցավ Իսրայելում, երբ որ Աստված Գեդեոնին ասեց վեր կաց, քանդի բոլոր կուռքերը, որից հետո Իսրայելին տարավ ազատության մեջ, այսինքն որպեսզի գա ազատությունը, պետք է նախ քանդվի սուտ աստվածությունը։ Այսինքն մարգարեների աշխատանքը այս ողջ տարածքում կայանում է հետևյալում, որ իրանք այս ողջ տարածքում սկսում են աղոթքով քանդել սատանայի ծրագրերը, սուտ աստվածների ուժն ու ազդեցությունը, հռչակում են Հիսուս Քրիստոսի արքայությունը, փոխում են հոգևոր մթնոլորտը, քանդում են բոլոր բարձրավանդակները, այլ խոսքերով ասված, որից հետո նոր գալիս են միսիոներները, առաքյալները, որոնք սկսում են քարոզել ավետարանը, որից հետո մարդկանց սրտերը, քանի որ մթնոլորտի մեջ արդեն փոփոխություն է տեղի ունեցել, բացվում է սրտերը լսելու համար։ Դրանից հետո է, որ իրանք մոտ ցանկություն է առաջանում լսել Հիսուսի մասին։ Դրանից հետո է, որ ավետարանի խոսքը, որը Սուրբ Հոգու զորությամբ արձակված է մարդկանց կյանքերի վրա, Աստված հաստատում է հրաշքներով, նշաններով, որ որևէ մեկի մոտ չմնա կասկածանք, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է։ Դրանից հետո է, որ մուսուլմանը հանդիպելով Հիսուսի հետ կհավատա, որ Հիսուսն է միակ ճշմարիտ Աստվածը ու դա Մուհամեդի ուսմունքի արդյունքը չի, Մուհամեդի ներկայացրած սուտ Աստվածը չի։ Այսինքն անձնական հանդիպում պետքա տեղի ունենա ամեն մուսուլմանի կյանքում, որպեսզի մարդը հրաժարվելով իր իսլամից ընդունի Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Ուստեղ տեսեք կարևոր փաստը ինչումն է։ Հարցը նրանում չի, որ այդ մարդկանց, որոնք մուսուլման են, այս տարածքից պետքա քշել
ուստեղ բերել քրիստոնյաներ։ Աստված դա չի ուզում, Աստված ուզում է, որ տեղում ապրող թուրքը, քուրդը, ինչ ազգության մուսուլման ուզում է լինի, ինքը մնա իր բնակավայրում, բայց հանդիպի Հիսուսի հետ ու իր կյանքը փոխվի, ու ինքը արդեն ոչ թե իսլամ դավանի ու իսլամ քարոզի, այլ ճիշտ հակառակը, սկսի քարոզել Հիսուս Քրիստոսին, ու այդ ձևով Հիսուս Քրիստոսի արքայությունը տարածվի ողջ այս տարածքով մեկ։ Հիշում եք Պողոսին, ինքը շատ թրծված ու լավ պատրաստված քարոզիչ էր հուդայիզմի, ու երբ որ ինքը տեսավ Հիսուս Քրիստոսի աշակերտներին, շատ կատաղած էր, որովհետև իր ուսմունքին հակառակ մի բան էր լսում։ Իր հետ Աստված վարվեց այն ձևով, որպիսի Պողոսի մոտ այլևս որևէ կասկածանք չլինի, անձամբ հանդիպեց Պողոսին, ու անձամբ Պողոսի հետ հանդիպումից հետո Պողոսն ասեց. «Տեր, ինչ ես ուզում, որ քո համար անեմ»։ Պողոսը իր հոժար սրտով ցանկություն հայտնեց Հիսուսի աշակերտը դառնալու, Հիսուսին ծառայելու։ Նույն բանը այս ամբողջ տարածքի մեջ անձամբ պետք է կատարվի ամեն մեկի հետ, ու դա Աստծո աշխատանքն է։ Մեր գործը, ամեն մեկիս գործը անել այն, ինչ որ Աստված մեզ ասում է։ Եթե մարգարեին ասում է գնա մարգարեական աղոթներ իրականացրա այս տարածքներում, մարգարեն ուղղակի պետք է գնա իր աղոթները բարձրացնի։ Իրանից հետո, երբ որ առաքյալին ասում է գնա ու սկսի բարձրացնել եկեղեցիներ, առաքյալը գնում ու սկսում է քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ավետարանչություն է անում, որից հետո Աստված ինքն է մարդկանց սրտերին կպնում, ու Աստված ինքն է մարդկանց սրտերը փոխում։ Դրանից հետո բարձրանում են եկեղեցիները։ Այդ եկեղեցիներում Աստված ինքն է դնում իր հովիվներին, որպեսզի իր հոգևոր հոտը առաջնորդի ճշմարտության մեջ։ Հետագայում Աստված է, որ բարձրացնում է ուսուցիչներին, որպեսզի կրթեն այդ ժողովրդին, ու ժողովուրդը խորը արմատներով հաստատված լինեն ճշմարտության մեջ։ Ահա թե ինչ է նշանակում զինել ու պատրաստել մինին, արարատն ու ասքանազը, որից հետո, երբ որ այս տարածքը քրիստոնեական ուսմունքով լցված կլինի, մարդիկ անկախ իրանց ազգությունից կճանաչեն Հիսուս Քրիստոսին, այս տարածքով Հայաստանը այդ ժամանակ, երբ որ առաջանա, որևէ վտանգ չկա, որ այս տարածքը կդառնա իսլամական, որովհետև մարդիկ Հիսուս Քրիստոսին հանդիպելով այլևս ցանկանալու են Հիսուսի ուսմունքի մեջ մնալ, իրանց ձգտումը այլ աստվածների հետևից գնալը չի լինելու։ Որոշ մարդիկ մտածում են, արդյոք թուրքերը քրիստոնյա դառնան ու դառել են արդյոք։ Ես անձամբ ճանաչում եմ երկու ադրբեջանցու ու մի թուրքի, որոնք Աստծո զորավոր ծառայողներ են։ Իրանց կյանքում Աստված նենց է կպել իրանց, որ իրանք այսօր ունեն միջազգային ծառայություն, որից մեկը ապրում է Գերմանիայում, բայց ինքը մուսուլմանական երկրերում, հատկապես մուսուլմանական երկրերում շատ մեծ ավետարանչություններ է անցկացնում, ու նաև Պակիստանում գնում է փողով, առնում է ստրուկների, ու այդ մարդկանց տալիս է ազատություն, ու իրանց քարոզում է Հիսուս Քրիստոս, ու իրանք հանդիպելով Հիսուսի հետ դառնում են եկեղեցու անդամ, ու դա անում է թուրքը, որը հանդիպել է Հիսուս Քրիստոսի հետ ու հասկացել է, որ միակ ճշմարիտ Աստվածը Հիսուս Քրիստոսն է։ Ես գիտեմ ադրբեջանցիների, որոնք ընդհանրապես հայի հանդեպ չունեն նենգություն, չունեն ցանկություն հային սպանելու, ու ճիշտ հակառակը, իրանք են ասում, որ Հայաստանը հայը հին ազգ է, ու հայի քրիստոնյա լինելը թողել է շատ մեծ ազդեցություն ամբողջ աշխարհի վրա։ Դա ասում են ադրբեջանցի քրիստոնյաները։ Գիտեք,
երբ որ թշնամիդ հանդիպում է Հիսուսի հետ ու իր միտքը վերափոխվում է, ինքը այլևս թշնամի չի, եթե քեզ չի ուզում սպանի։ Ինքը երբ որ սկսում է քո նման մտածել, ինքը դառնում է քո նման մեկը, որը ցանկանում է Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը տարածել։ Սա նշանակում է, որ ազգությունը կապ չունի ստեղ, կարևորը այդ մարդը հանդիպել է Հիսուսի հետ, թե չէ։ Նույն ձևով կարանք ասենք հայերի մեջ կան մարդիկ, որոնք Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում, ու իրանք Հիսուս Քրիստոսի թշնամին են այսօր։ Ճիշտ է, իրանք ազգությամբ հայ են, բայց իրանք քո գաղափարակից ընկերը չեն, քո հետ միասին Աստծո արքայությունը չեն տարածում։ Ճիշտ հակառակը, ինքը թշնամու բանակում է ծառայում, ինքը սատանայի ձեռքին գործիք է, ու ինքը մտածում է, թե իր համար այդ ապրելակերպը նորմալ է։ Ինքը ուղղակի չի հավատում Հիսուսին, բայց դա որոշ ժամանակ, երբ որ հանդիպի Հիսուսին, իր կյանքը կփոխվի։ Ուզեմ ասեմ, ստեղ հարցը ազգության մեջ չի, հարցը գաղափարի մեջ է, թե ոնց է տեսնում ու ինչի շուրջ է միաբանված։ Ու ես օրհնում եմ, որ աշխարհի ծայրերից Աստված բոլոր իր զորավորներին ցնցի, կպնի բոլոր իր մարգարեներին, առաքյալներին, ուսուցիչներին, հովիվներին, ավետարանիչներին ու այս տեսիլքը մխրճի իրանց սրտերի մեջ, որ իրանք հանգիստ չգտնեն իրանց տեղերում այնքան ժամանակ, մինչև որ խոնարհվեն Աստծու կամքի առաջ, ընդունեն Երեմիա 51:27 տեսիլքի կոչը, որ Աստված բոլորին ասում է զինեք ու պատրաստեք մինին, Արարատն ու ասքանազը այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ։ Ու մինի Արարատի ասքանազի թագավորությունը հենց այս սահմաններով Հայաստանն է։ Հենց այս սահմաններով Հայաստանն է, որ տեսնում եք, ու ոչ թե այսօրվա Հայաստանը, որը շատերը մտածել են ու մինչև այսօր կենտրոնացած են եղել մենակ Հայաստանի վրա։ Մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, մինին, Արարատն ու ասքանազը, որը Աստված կոչ է անում իր զորավորներին պատրաստելու այս վերջի ժամանակներում Բաբելոնի դեմ պայքարում ու հաղթանակի։ Ու ես օրհնում եմ ամեն մեկին, ով որ ներգրավում է Աստծու կամքը կատարելու։ Հիսուս Քրիստոսի անունով, Հայր, քո զորավոր մեծ օրհնությունը ու պաշտպանությունդ ամեն մեկի վրա, ով որ կմիաբանվի քո խոսքը կատարելուն։ Քո զորավոր մեծ արթնությունը ողջ մեծ հայքի տարածքով մեծ։ Թող քո Սուրբ Հոգու կրակը իջնի ամբողջությամբ այս տարածքի վրա, ու ամեն բան, ինչ որ քեզանից չի, թող մոխրանա Սուրբ Հոգու կրակի մեջ, իսկ ամեն բան, ինչ որ քեզանից է, թող հաստատվի քո Սուրբ Հոգու զորությամբ։ Օգտագործի քո զորավորներին այս ամբողջ տարածքի վրա, քո զորավոր ավետարանը արձակելու ողջ մարդկանց կյանքերի վրա, ու թող քո ավետարանի խոսքը հաստատված լինի նշաններով ու հրաշքներով։ Հայր, գնա քո զորավորների առաջից, քո Սուրբ Հոգով իրականացրա այն, ինչ որ դու որոշել ես այս տարածքի վրա։ Ոնց դա իրականացրեցիր Պողոսի կյանքում, նույն ձևով ամեն մեկը այս տարածքում թող ունենա անձնական հանդիպում քո հետ, ու այս ամբողջ տարածքը թող վերափոխվի ու հարություն առնի քո համար։ Այս սահմաններով Հայաստանը ամբողջությամբ քրիստոնեությամբ Հիսուս Քրիստոսի խոսքով հաստատված բարձրանա քո փառքի համար ու դառնա ազգերի օրհնությունը ողջ աշխարհով մեկ։ Հայր, ես դնում եմ քո պաշտպանությունը քո տեսիլքի շուրջ։ Մեծ հայքի սահմաններով Հայաստանը ամբողջությամբ շրջապատված լինի քո հրեշտակներով, հրեղեն սրերով։ Ես օրհնում եմ հաղթանակը քո, որ կայացել ու ավարտվել է խաչի վրա։ Ամեն բան քո տարածքի դեմ ուղված թող լինի դատապարտված։ Վրեժխնդրության Աստվածը դու ես, ու դու կրակի բոց ես ու լափող կրակ ես։ Ամեն բան բարձրացած քո կամքի դեմ թող մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ, թող քանդվի ամեն թուրանական գաղափարախոսությունը Հիսուսի զորավոր անունով, ու թող այս տարածքի վրա ամբողջությամբ հաստատվի Հիսուս Քրիստոսի արքայությունը, փրկության ավետարանը, որը գալիս է Հիսուսից։ Շնորհակալություն Հիսուս,
որ դու ես Հայաստանի Տերը ու դու ես քո զորավոր ձեռքով բարձրացնում մինին արյատն ու ասքանազը, դու ես կրթում ու զարգացնում ու դու ես քո որոշված ժամանակում այս սահմաններով Հայաստանը առանձնացնում քո փառքի համար։ Օրհնված լինի ամեն մեկը, ով որ միաբանվում է քո կամքին ու կատարում է քո կամքը այս սահմաններով Հայաստանի համար։ Օրհնված լինի տեսիլքդ, որը գալիս է քեզանից ու իրականում է քո զորությամբ։ Օրհնությունդ քո կամքը կատարողների վրա Հիսուսի անունով։ Ամեն։